Բարեբձես, այսօր խաղում ենք Total War Empire խաղը, այստեղ մենք խաղում ենք հեսա Նիդերլանդներով, հեսա մտնենք, նա գտնում է Եվրոպայում, հենա քարտերի վրա ցույց եմ տալիս, գրավել ամբողջ աշխարհը, հզորացնել մեր բանակը, լիարժեք բարեկամներ և ընկերներ, начать игру, սկսենք խաղը։ Հիմա զագուշկա է գնում և սա խաղը շարունակենք, րոպե, զագուշկա։ Այստեղ ճշմարիտ խոսք էր ասում, հայտնի մարդկանց կողմից քաղաքական գործիչներից։ Родину от экспансии католиков. Они хотят уничтожить протестантизм и снова наполнить ваши земли суевериями и страхом. Захватив Фландрию, вы сможете избавить север Европы от испанцев и объединить Нидерланды под единым знаменем. Для вас чрезвычайно важны союзы и военная поддержка со стороны других протестантских народов. Британия уже стала вашим союзником благодаря Вильгельму Аранскому, занявшему ее трон. В качестве союзника привлекательна и Пруссия, обладающая военной мощью. Кроме того, вы можете попытаться увеличить свои колониальные владения в Карибском море. Торговля – важнейшая часть голландской культуры. Продолжайте отправлять торговые корабли-индейцы на юг Атлантики, к побережью Африки, в Восточную Индию и собственные колонии на Карибах и Цейлоне. Развивайте военный флот, который будет охранять морские торговые пути. Տեսակ թե ինչ ասեց, հիմա հերացնում ենք և սկսում ենք խաղը։ Այստեղ սա մեր մայրաքաղաքն է, Ամստերդամը։ Այստեղ մենք տեսնենք ներքևի մասում շինարարական աշխատանքներ, հիմա մենք կառուցում ենք ցորենի արտի համար նախատեսված համալսարան, տեսնենք որ բանակը այստեղ մայրաքաղաքում թույլ է։ Պետք է մի ջոկատը նույնպես տեղափոխել մայրաքաղաք, դե այստեղ թոմնա, մենք ունենք նաև այլ տարածաշրջանում մենք ունենք նաև այլ հողեր, այս նույնպես մեր հողերն է, ես ցանկանում եմ հարձակվել մեծ մոգոլոր երկրի վրա, այստեղ տեսնում եք կանաչով այս քաղաքները, հյուսիսից այս կողմից հարձակվեն և գրավեն բոլոր տարածքները, դա մեծաքանակ տարածքներ ունի, նաև նրանք պատերազմի մեջ են Մարտախայի հետ, այստեղ երկու բանից, Մարտախան նույնպես հզոր երկիր է, կարող է պայքարել մոգոլորների դեմ, բայց մենք նրանց օգնություն ցուցաբերենք և միասին կկրվենք հակառակորդի դեմ։ Հիմա այստեղ քաղաքում ստեղծում ենք բանակ, այստեղ մենք կարող ենք ստեղծել աֆրիկական բանակ և այլ բանակ, սա ժամանակի ընթացքում արդեն կստեղծվի, այստեղ մենք ունենք նավային նկարդ, պետք է կրակալի և բանակը պետք է մտցնեք նավի մեջ և տեղափոխեք դեպի Հնդկաստանի արևելյան մասերը գրավելով այն, այստեղ տեսնում եք Երևանը, Երևանը մերը չի վանալիճը, սևանալիճը, Երևան հիմա գտնվում է Օսմանյան կայսրության իշխանության տակ, այսպես տեսնում եք, այս կարմիր ու բոլոր նշված Օսմանյան կայսրության տարածքներն են, նրանք շատ մեծ են, նաև այստեղ Սեֆյան Պարսկաստանն է, Արտաբիլը, Էֆխանը և այլն, Ռուսաստանն է այստեղ մայրաքաղաքը Մոսկվայով, Սանտ Պետերբուրգը գտնվում է Շվեդիային, այստեղ Դանիան է, Մեծ Բրիտանիան տեսնում եք և Ֆրանսիան, Իսպանիան և այլն, մենք պետք է գրավենք, ինչպես ասեցի, մենք պետք է անպայման գրավենք Հնդկաստանի արևելյան մասերը, որպեսզի հզորացնենք և նաև մեր տնտեսությունը և բանակի հզորությունը։ Հիմա մենք տալիս ենք քայլ, որպեսզի հակառակորդը կամ այլ երկրներ զբաղվեն իրենց աշխատանքներով, տեսնում եք հիմա Ֆրանսիան նավային տեսքով ուղղություններ է տեղափոխում, Իսպանիան նույնպես, այստեղ վերեմ գրում Ասմասկա իմպերիա, Ռոսիա, Շվեդիա,
Մարտախա եւ այլն։ Հիմա թողենք սպասենք մինչև անցնի այս ամենը։ Այս մեծ Մոնգոլովը այս երկիրն էր, որ անցավ։ Այնտեղ նրանք դաշնակցական երկրներ են ուզում տեղափոխեն, որպեսզի բարեկամանա Մարտախայի հետ, բայց դա պատմական ըստ պատմության այդ ամենը իրականանալ չի կարող, քանի որ միշտ տարիների ընթացքում Մարտախան պետք է ամբողջովին վերածվի Մոնգոլով երկիր։ Մեկ դրանից կօգնվեք, կփոխեք պատմության ասպարեզը եւ մեկ նույնպես կունենաք մեր հաջողությունները Մոնգոլով երկրի շուրջ։ Տեսնում եք բանակը ստեղծում է այստեղ։ Այստեղ ստեղծենք հարմարություններ, որպեսզի զարգանա երկրի տնտեսությունը։ Տեսնում եք, բայց մեր մայրաքաղաքում Ամստերդամում իհարկե տեսնում եք, որ ոչ մի երկրի մեզ ինչ-որ նալոգներն են, որ ինչի վրա է փող ծախսել, ինչի վրա պետք է ծախսենք, այստեղ նաև рвение при поиске обращениях в Индии։ Դա ասում է, թե ինչ է կատարում Հնդկաստանում և ինչ պետք է լինի։ Այստեղ ցույց է տալիս, որ մենք կառուցում ենք քրիստիանսկի ֆերմի, քրիստիանսկայա ֆերմաներ կամ այնքիներ, որտեղից մենք կարող ցորեն արտադրենք եւ այլ, որը օգուտ կտա մեր տնտեսությանը։ Այստեղ ասում է, որ հարձակում է եղել մեր առևտրական ճանապարհների ուղղությամբ Ջան Պիրասն է ասում, որոնք եղել են պիրատներ։ Այստեղ Աբուչենի Զավերշինո նոր հայտնագործություն է տեղի ունեցել, Սպիան, Ցելոն, տեսակի զինվորականներ նույնպես կարող եք մեկ ստեղծել, բայց այս ամենը մեկ կթողեք, ընդունեք այս ամեն նորությունը։ Դառնում է մեկ նորություններից տեղյակ եք, այստեղ զենքի զարգացումն է, ուժեղացումն է։ Այստեղ տեսնենք, ճիշտ է, որ այդ զենքի տեսակը մենք կարող ենք արտադրել, ոչ։ Ցույց է տալիս, բայց իրականում որ ստեղծել այստեղ պիտի ստեղծվել, բայց չկա։ Տեսնում եք, որ մեր Շրի Լանկա տարածքում ավելի շատ բուդդայիզմներ են ապրում, կրոնական խտրականություն չեմ անում, որովհետև դա մեծ վտանգ կհասցնի ժողովրդի զարգացմանը եւ այլն, եւ դրա պատճառով կարող է ժողովրդի քանակական պակաս լինի։ Այստեղ տեսնում եք Մարտախան ռազմական ուժերը տեղակայում տարբեր ափերին, որպեսզի կարողանա պայքարել մեծ Մոնգոլով երկրի դեմ։ Տեսնում եք այստեղ ռազմական դրությունը ահավոր բարդ է, Դուբայի մարմարներում հակառակորդի հարձակումը շատ բարդ իրավիճակներ է հասցնում, համար դրա այլ տարածքում նաև մեծ Մոնգոլովի հետ պատճառով այստեղ նամակագրություն է եկել, որ մեր ագենտը B-убит սպանված է, Վիլյամ եղել է դա Վիլյան Գասևորտը, դիվերսանտ էր, բայց ցավոք սրտի թե ինչու են սպանել, թե ով է սպանել։ Наш агент был убит при исполнении задания։ Մեր ագենտը եղել է սպանված задание կամ ավարժությունը կատարելու ժամանակ։ Это отравление войны. Две эти державы начали войну։ Երկում սկսվել է առաջին պատերազմը։ Ավստրիան պատերազմ է հայտարարել Պոլշա Լիտվային, որը կարող է մեծ ռազմական ճգնաժամ ստեղծել Եվրոպայում։ Նաև այսօր նոր պատերազմներ կան։ Պրուսիա պատերազմ է հայտարարել Ավստրիային։ Տեսնում եք։ Կապիտան Գիտը եղել է սպանված, քանի որ ռազմական ուղղությունների ժամանակ, ռազմական պատերազմների ժամանակ, նավային պատերազմի ժամանակ ծովային եղել է սպանված, թե պատճառը վատ ռազմավարությունն է, թե ինչն է չեմ կարող ասել, բայց նայենք, այստեղ բանակը զարգանում է, տեսնում եք տնտեսությունը նույնպես, պրոստը այստեղ
այստեղ գումարային մեծ բաժան է, քանի որ տեսնում եք այդմեջը նշած է, որ -1809 հարկ են վճարում, բայց մեր ձեր կատալիս, որպեսզի հակառակը ավելի բարձր լինի եւ մեր էկոնոմիկային օգուտ տա, բայց տեսնում եք չի գալիս։ Այստեղ մենք զարգացնենք առևտրային հարաբերությունները, ես կցանկանայի նաև առևտրական հարաբերություններ ստեղծեի Պրուսիայի հետ, Ֆրանսիայի հետ, այստեղ գնալ, մտնեք այստեղ, մտնեք մի րոպե այստեղ էր, ոչ մի րոպե, Իսլատ չեմ իշում, երկար ժամանակա չեմ խաղում, գտա, ես ցանկանում եմ ռազմական ուղղություններ հաստատել Պրուսիայի հետ, Պրուսիայի մեր հարաբերությունները միասին շատ վատ չէ, ոչ լավ է, ոչ վատ, բայց մեր հարաբերությունը շատ վատ է Իսպանիայի դեմ, չգիտեմ փաստը ինչումն է, բայց վատ են, եւ նաեւ Ֆրանսիայի դեմ մեծ հնարավորություններ կա ու կարող են նրանք մեզ պատերազմ հայտարարել, մենք սկսում ենք պերեգավորներ, Նախշած պերեգավորի, մեր ղեկավարը դա Վիլյեմն է, իսկ նրանցը Ֆրիդրիխ առաջինը, մենք նրանց կհայտարարենք, որ նրանք մեզ տալ տեխնոլոգիայի ստեղծում օրինակի համար պատերբվես տեխնոլոգի, մենք չենք այդքան ուժեղ չենք, որպեսզի տեխնոլոգիա առաջարկենք, բայց մենք ցանկանում ենք, որպեսզի տա, տեսնենք Ֆրիդրիխ առաջինը ինչ կասի։ Королевство Пруссии сударыня незаконно заключает ненужные и тем более группы. Ասում են, թե որ մենք չենք ցանկանում այդպիսի դեբիլ, այդպես կներեք արտահայտությունս համար, այդպես կոպիտ, մենք չենք ցանկանում դեբիլ բաների համար մեր տեխնոլոգիան առաջարկել ձեզ։ Եվ այդ ամենը այդպես է, բայց մենք դեռ վրեժ կլուծենք Ֆրիդրիխ առաջինից եւ անձամբ նրան իր մայրաքաղաքին կենտրոնում կսպանենք։ Այո, մենք պատերազմ կհայտարարենք Պրուսիայի եւ կջախջախենք նրանց Ֆրիդրիխ առաջինին։ Այդպիսի վատ վերաբերմունքի համար։ Այո, դա հիմա ռիսկային քայլ է, բայց մենք կանենք այդ ամենը։ Տեսնում եք, Պրուսիան գտնվում է այս տարածաշրջանում, կներեք, որ մի քիչ ընդհատեցի, հիմա տեսնում եք, որ այստեղ ես տվել եմ, որպեսզի ամեն մեկը իր քայլերը անի։ Տեսնում եք, այստեղ լարված հարաբերությունները Մարտախայի մոտ, այնտեղ ռազմական հետ է, Մոնգոլիայի Մարտախայի մոտ շատ ռազմական ահավոր ճգնաժամետիվում այնտեղ, բայց դեռևս մենք չենք կարող նրանց ռազմական օգնություն ցուցաբերել, քանի որ մենք մեր նպատակն ունենք հարձակվել եւ գրավել ամբողջ Պրուսիան, մենք այդքան հզորություն չունենք, մեզ պետք է նաեւ նավային ճանապարհ, օրինակի համար մենք նավով գանք շրջացեք Դանիա, Կոպենհագեն քաղաքը գանք եւ մտնենք Կենսինբերգ, Վաստոչնայա Պրուսիա, այդ քաղաքը գրավենք, բայց քաղաք գրավելը շատ հեշտ չի լինի, որտեղ ինչպես տեսնում պարիսպներ ունի քաղաքը, եւ պարիսպներով քաղաքը գրավելը շատ դժվար է։ Այստեղ տեսնում եք, որ մեծ առևտրական ճանապարհների վրա էլի են հարձակվել։ Այստեղ նաեւ պարլամենտի համաժողովներ են տեղի ունեցել, Обучение Զավրաշինի Սիպանցելյան տեսակի զենքը, նաև обучение Զավրաշինի Կոլինիպալս ռեգուլյարնի ապրիչենի ցելյոն եւ այդ ամենը վсё։ Այստեղ տեսեք բանակը ինչպես կարող եք մի քիչ հզորացնել։ Ես ավելի շատ ցանկանում եմ, որպեսզի բանակը լինի պեխոտա, օրինակ ցամաքային բանակ, ոչ թե թնդանոթներ, հեծելազով, որտեղ նրանցով կռվել ավելի դժվար է, եւ նրանք քանակապես քիչ են, քան պեխոտան, մեր պեխոտան ունի մոտ 38-ից 40 հոգին այս տեսակի։ Այստեղ բանակը դեռևս կա,
Մեր գեներալի հետ 2, 4, 6, 8 ջոկատ։ Հիմա վերցնում եք մեր ջոկատը։ Մտնում է բանալի մեր։ Մեր բանակը նավով տեղափոխում ենք դեպի ուժեղ ուտակ Օրիսա է Սիկարի քաղաքը։ Գամտնեք այն ափը եւ հարձակվեք միանգամից քաղաքի վրա։ Նրանց բանակը շատ թույլային է, հեշտությամբ կգրավեն քաղաքը եւ կամաց ցամաքային ճանապարհով արդեն կներխուժեք բոլոր քաղաքները օգնելով Մարտախայից դեպի արևելյան մասից։ Տեսնենք հիմա ինչ է կատարվում։ Սպասենք։ Ավստրիա, Իսպանիա, Պրուսիա, Պոլշա, Լիտվա, Օսմանская իմպերիա, Ռոսիա, Շվեյցիա, Մարտախը։ Թող տեսնենք ինչ է կատարում։ Հատա Մոնգոլիայի բանակը շարժում է մայրաքաղաքն է իրենց։ Նույնիսկ իրանք շատ քիչ են քանակապես բանակով եւ շատ թույլ։ Կարող է քիչ լինել, բայց իրանք շատ հակառակորդը, բայց քո տեխնոլոգիայի բանակը ավելի շատ զարգացած լինի, քան իրանցը։ Հիմա քիչ մոտիկանա քաղաքին։ Մենք պատերազմ հայտարարեցինք, նրանց բարեկամը Պերսիան է, Սեֆիան Պարսկաստանը, իսկ մերը Ավստրիան եւ Վելիկա Բրիտանիան, Մեծ Բրիտանիան եւ Ավստրիա։ Վելիկա Բրիտանիան համաձայնվեց մասնակցել պատերազմին, իսկ Պրուսիան ոչ, քանի որ ես նա հասկանում եմ։ Պուտ բլ զակրիտ։ Այստեղ նրանց ծովային բանակի բանը նավը փակել է մեր ճանապարհը։ Մենք Пораженista. Не может идти. Потому что они разрушили наши корабли. Նրանք փչացել են նավերը եւ ճանապարհը փակել։ Մենք չկարողացանք անցնել, նավերը ճանապարհը փակեցին մեր, որը մեր համար շատ ահավոր իրադրության մեջ գցեց։ Ոչինչ, մենք այստեղ կստեղծենք բանակ, ծովային բանակ։ Չենք կարող, հա։ Մենք այստեղ չենք կարող բանակ ստեղծել ծովային նավեր, որտեղ չի թույլատրում, չունենք այդ տեխնոլոգիան այդպիսի զարգացած։ Պետք է հետ վերադառնանք, ապա նոր շատ չենք կարող ծովային բանակ բերել։ Ուրեմն մենք պետք է մտնենք Մարտախայի տարածքով, բայց դե Մարտախայի տարածքով մտնելու համար պետք է նրանցից թույլատրություն վերցնենք կամ փողի դիմաց կամ գոնե 5-ից 6 քայլ ընթացքում անցնենք իրաց տարածքով, մենք հեսա բերեգավորների հետ կմտնենք Մարտախայի հետ, начать переговоры. Տարաբի առաջին նրանց թագուհին էր։ Մենք хотим право прохода армии, գոնե 5 քայլ стало быть наши переговоры, подошли к концу, в каком чем добавить для себя разве что нет. Նրանք չթողեցին, որպեսզի մենք անցնենք նրանց տարածքով։ Մենք մի անգամ ցանկանանք տեսնենք ինչ է ասում։ Չէ, երևի մենք կարող ենք արդեն։ Մենք կարող ենք։ Բանակը հեսա։ Բա 5 խոտը ավարտվելու է, չենք հասցնելու։ Մի հատ խոտը արդեն ավարտվեց։ 4 խոտում մենք հազիվ 2-ում կմտնենք, 3-ում։ 3 կամ 4-ում կմտնենք, 2-ում հազիվ սահմանը կանցնենք, բայց այսպես չի ստացվում, քիչ է դառնում։ Թուրքիան մեր հետ ցանկանում է առևտրական հարաբերություններ հաստատել Մուստաֆա II-ը։ Այո, մենք կհամաձայնվենք, քանի որ մեզ գումար է հարկավոր։ Всё, մենք համաձայնվեցինք Թուրքիայի հետ կամ Օսմանская իմպերիայի, ինչպես կարող այնպես ասենք։
Տեսնենք դեռ ինչ է շարունակում, ոնց ենք անում։ Տեսնենք, այստեղ թե ուր են գնում, այս ծովային բանակը ես չեմ հասկանում, բայց շարժ կա։ Մենք հիմա պատերազմի մեջ ենք մեծ Մոգոլով երկրի հետ։ Մենք ենք պատերազմը տարել, բայց ցանկացած նավերով անցնենք, նորից քաղաք, բայց այս նավերը մեր ճանապարհը փակեցին եւ ռազմական գործողությունների ժամանակ մենք պարտություն կրեցինք։ Ահա։ Բանակը մտավ այստեղ։ Մենք գնացինք Մարտախայի երկրի ափերը։ Ինչպես գիտեք, թողեցինք, քանի որ մենք իրավունք ունենք 5 քայլով մտնել։ Երևի 1 քայլով եկը մտնեք այս հյուսիսարևելյան մասով, կանցնեք նույն քաղաքը, բայց առանց ծովային պատերազմների։ Այո, եւ ճանապարհին ում կտեսնեք կոչնչացնեք առանց մի խղճի խայթի։ Տեսեք ինչ է կատարում, այս վիդեոյում մենք կհասցնենք մտնել իրենց սահման եւ այս վիդեոն կավարտենք հաջորդում արդեն մենք կսկսենք ռազմական գործողությունները ցամաքային ճանապարհով։ Եթե տեսեք որ մեր բանակը քչանում է եւ նոր սպառազինություն է պետք, մենք արդեն Շրի Լանկայից բանակ կուղարկենք կրկին, որպեսզի միավորվեն եւ միասին ավելի հզոր դառնան։ Դեռ դա ընթացքի գործ է, տեսնենք դեռ առայժմ ինչ է կատարում։ Տեսնեք այդ ռազմական գործողությունների ժամանակ Մարտախայի ծովային բանակը ջախջախեց Մոնգոլովի ծովային բանակին։ Սպասենք մտնենք այնտեղ եւ այսօր վիդեոն ավարտենք։ Տեսակ մոնգոլներն Մարտախայի ռազմական ուժերը ջախջախեցին։ Թեժ պատերազմ է գնում եւ ծովային եւ ցամաքային։ Այո, մենք արդեն մեկ պարտություն ունենք։ Բայց դա ժամանակի հարց է։ Կգա ժամանակը, երբ որ ասում են մեծ ասացված կա, ծիծաղում է այն, ով վերջում է ծիծաղում։ Կտեսնենք, թե ով վերջում ով վերջում կծիծաղի, իսկ ով վերջում կլացի։ Սպասենք, տեսնենք ինչ է կատարում, մի հատ էլ կանենք, բանակը լահացրեցի սահմանագծին, այս վիդեոն ավարտում ենք, հաջորդում արդեն մեր ցամաքային բանակը ուղղենք դեպի քաղաքի գրավման գործընթաց։ Հենց սկսենք գնանք գրավել քաղաքը։ Տեսնենք դեռ ինչ է կատարվում։ Այս պահին այ պատերազմի մեջ են Օսմանսկայա իմպերիան, Թուրքիան եւ Ռուսաստանը, Ռոսիան։ Բայց չգիտեմ թե ինչպես կստացվի դրությունը, քանի որ երբ Թուրքիան է հզոր երկիր եւ Ռուսաստանը, թե ով կհաղթի վերջում չեմ իմանում։ Տեսանք նրանց ծովային բանակը մեզ պատերազմ հայտարարեց, բայց մենք չենք կարող ռազմական իրադարձություն, որտեղ նրանց ծովային բանակը երկուսն է, իսկ մեր նավը մեկ։ Երևի պատերազմի ժամանակ կպարտվենք։ Պարաժեի մենք պարտվեցինք, մենք կորցրեցինք մեր նավը, մենք տեսնում եք, որ Մոնգոլովի ծովային բանակը ավելի ուժեղ է, քան մերը, քան Մարտախայինը, բայց ոչ իր ցամաքային պատերազմի ժամանակ նրանք շատ թույլ են, շատ, նա չեշտ է կոտորելը։ Պիրատները նույնպես մեր համար, տեսնում եք, ասում է Մեխմեդ առաջինը ցանկանում է, որ մենք նրանց 2000 ոսկի վճարենք, որպեսզի նրանք մեր հետ չկռվեն։ Մենք 2000 ոսկի չեք կարող տալ, նրանց թե պատերազմ չհայտարարեն, մենք թքած ունենք, մենք իրանցից ուժեղ ենք։ Մենք հրաժարվում ենք։ Բանակը հասցրեց իրանց տարածք, շատ գոհ եւ շնորհակալ ենք Մարտախայից, որ թողեց, որ մենք կարողանանք իրենց տարածքում անցնել։ Մենք հիմա գտնվում ենք իրանց տարածքում։ Մեր ցամաքային ուժը գտնվում է իրենց հյուսիս-արևելյան մասում։ Ինչպես ասել եմ, այս վիդեոն այսպիսով կավարտենք։ Այս հաջորդ վիդեոյում արդեն կսկսենք ցամաքային առաջ գնացը դեպի իրենց քաղաքներ։